կառուցեմ վրաները, որպես ռազմական հաստատություն, ոնց Մաղաչու Ալիևը խաղաղության պայմանագրով, որ Նիկոլ ասում է, ես ստորագրել եմ այդ պայմանագրով։ Ես տեսել եմ դիակները ախպեր։ Տեսեք անելու, հարց եմ տալիս, ինչի չեք պատասխանում։ Իմ հարցը շատ պարզ հարց է, ես ոչ մի խուճուճ բան չեմ ասում, ձերբակալելու եք իմ տղային։ Դուք ձերբակալելու եք իմ տղային, իմ կռված տղային ձերբակալելու եք, հիմա ինքը 24 տարեկան է, 2020 թվականին 18 տարեկան է եղել կռվել է Արցախում, որովհետև հարձակվել են, իմ տղա մտածել է, իրան այդպես են ասել, այդպես դաստիարակվել է, որ ինքը իր հայրենիքն է պաշտպանում, գալու եք ձերբակալեք իմ տղային Նիկոլի հրամանով, հարց եմ տալիս ձեզ, պատասխանեք, ինչի չեք պատասխանում։ Ինչի, դուք պատասխանեք, ձերբակալելու եք, ինչու, ձերբակալել եք, չէ՞ հիմա զոհված տղայի հորը, Նիկոլը վաղը հրաման է տալիս, բոլոր կռված ողջ մնացած տղաներին ձերբակալել, տալու է այդ հրամանը, գալու եք իմ տնից իմ տղային տանելու եք, ձերբակալելու եք իմ տղային։ Զոհվածի հորը դատեցին, դուք զարմանում եք, որ ինչի չեք պատասխանում, հարցս հասկանալի չի։ Ժողովուրդ այս հասկանալի չեմ խոսում, մեկդ հասկանալի հարցն եք։ Ձերբակալելու եք իմ տղային, հա։ Նրա համար, որ Արցախում կռվել է ու պաշտպանել, հա։ Չէ, գուշակեք, ես հարց եմ տալիս ձեզ, հարգելի ոստիկան, հարց։ Չենք պատասխանում։ Ինչու։ Այսինքն իմ տղան, մի րոպե էլի, որ ունի հերոսության համար մեդալներ, հա, պարգևատրել Հայաստանի Հանրապետության կողմից, ձերբակալել, աբսուրդ է էլի մտածեք, ձերբակալվելու է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից, այսինքն ձեզ ինչ հրամայեն կանեք, ուղղակի չգիտեք վաղը ինչ ա լինելու, ճիշտ եմ հասկանում, ճիշտ եմ հասկանում, դուք ասում եք վաղը գիտեք, ես վաղը չգիտեմ ինչ ա լինելու, կարող է Իրանը նենց ռումբ գցի, որ Ամերիկան вообще ստա, այդ չի հարցը դա չի, ստեղ հարցը արժանապատվությունն է ու արժեքները, բարոյականությունը, հարցնում եմ իմ տղային ձերբակալելու եք։ Հետո ինչ, որտենց ապրում ենք, դուք ընտանիք ունեք, չէ, գնում եք տուն, որոշակի կարգ ունեք, չէ, ձեր երեխաների հետ խոսում եք, դաստիարակում եք, ինչ-որ արժեքներ եք ներարկում, դա ինչ կապ ունի, թե վաղը ինչ կլինի, ես ձեզ հարցնում եմ ձեր արժեքների մասին, դուք ձերբակալելու եք իմ